Բյուրականում գտնվող հանդարտ մշակութային բացօթյա այգում տեղի է ունեցել Նռնենի ներկայացման պրեմիերան։ Պիեսի հիմքում իրական դեպք է 1990-ականներին Հայաստանի գյուղերից մեկում գյուղատնտես Հարություն Մնացականյանի ընտանիքում տեղի ունեցած պատմությունը։ Կինը պարզվում է անբուժելի հիվանդ է ու ապրելու քիչ ժամանակ ունի, բայց չի ընկճվում, Աստծո հետ կռիվ չի տալիս, այլ ուժ է գտնում իր մեջ խնամախոսության գնալու, ամուսնու համար գյուղի ամենագրագետ աղջկա ձեռքը խնդրելու։ Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Տիգրան Գյուլումյանն է։ Հայաստանի նկարիչների միությունում հունիսի 19-ից մեկնարկել է Վան Գոգի և Գուստավ Կլիմտի աշխատանքների ավելի քան 300 անիմացիոն ցուցադրության նախագիծը։ Սա հնարավորություն է ծանոթանալու լեգենդար նկարիչների ստեղծագործություններին, բացահայտելու դրանց ստեղծման ընթացքն ու կյանքի ամենահետաքրքիր դրվագները։ Հանրահայտ նկարիչների գործերի անիմացիոն տարբերակները հնարավոր է տեսնել մինչև օգոստոսի 19-ը։ Նախաձեռնությունն իրականացնում է Անիմա ընկերությունը։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցել Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ։ Ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգերը։ Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն, ներառելով 17-ից 19-րդ դարերում թվագրվող նմուշներ, հայատար թվագիր հիշատակարաններով գորգեր։ Հունիսի 17-ին Կադանս անսամբլը, Կադանս պարախումբը և օպերային թատրոնի կամերային նվագախումբը ներկայացրել են յուրօրինակ համերգային երեկո։ Հանդիսատեսը ունկնդրել է Սայաթնովայի, Պիացոլայի, Ալթունյանի, Ռիոսի ստեղծագործություններից։ Բեմադրության ռեժիսորը և Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավարը Ասատուր Քալաշյանն է։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ջազմեն կոմպոզիտոր դաշնակահար Գարի Քյոսայանի ջազային համերգը։ Հնչել են նրա սոլո կատարումները, համերգի ընթացքում դաշնակահարը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը ղեկավարել է Էդուարդ Թոքչյանը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում հանդես է եկել համերգով։ Երեկոն նվիրվել է քառյակի հիմնադրման 100-ամյակին։ Ծրագրում ընդգրկվել էին Հինդեմիտի, Շուբերտի ստեղծագործություններն ու Կոմիտաս Ասլամազյանի մանրանվագները։ Նույն համերգային ծրագիրը քառյակը ներկայացրել է նաև Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում։ Տերյան մշակութային կենտրոնը Ինդոնեզիայում ներկայացրել է հայկական նորաձևության մշակութային վերածնունդ նախագիծը։ Ցուցադրվել են ազգային տարազով և ժամանակակից դիզայնով ստեղծված հավաքածուներ, արժևորելով մշակութային ժառանգության և նորարար մոտեցումների համադրությունը։ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթի միջոցառումներին Հայաստանը մասնակցել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և Հովնանյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Հունիսի 23-ին ժամը 19-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ռախմանինովյան գունապնակ երաժշտություն և գեղանկարչություն մեկ բեմում նախագիծը։ Հանդիսատեսը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կունկնդրի Ռախմանինովի դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգան դաշնակահարներ Իլյա Պապոյանը և Զարինա Շիմանցկայան։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 24-ին ժամը 19:30-ին Հովեր պետական կամերային երգչախումբը հրավիրում է յուրօրինակ ցուցահանդես համերգի։
Երեկոն բաղկացած է արվեստի երկու ճյուղերից՝ վիզուալ արվեստից և երաժշտությունից։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու հատուկ այս երեկոյի առթիվ անիհովակի երաժշտական թեմաներով կոլաժներին ու ընկնդրել հայ և արևմտաեվրոպական տարբեր ժամանակաշրջանների հեղինակների վոկալ և երգչախմբային ստեղծագործություններ։ Հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի սիրված նախագծերից մեկը։ Սիմֆոնիկ Ջեքսոն համերգային ծրագրի ընթացքում կհնչեն փոփ-արքայի սիրված երգերի սիմֆոնիկ կատարումները։ Գործիքավորումը նվագախմբի համար կատարել է Մարտին Ուլիխանյանը, համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Հրաչյա Աղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հունիսի 28-ին կներկայացվի «Գանգստեր Մաքը» կրիմինալ կատակերգությունը։ Գիշերային ակումբի պարուհի Մենդին, որը Լոնդոնի ամենահեղինակավոր գանգստերի ընկերուհին է, սիրահարվում է կիրթ ու ժպտերես Լերիին։ Նրանք ընկնում են վտանգավոր շրջապտույտի մեջ, որի ընթացքում բացահայտվում են գանգստեր Մաքի և նրա հանցավոր խմբի մութ գործերը։ Քրեական այս կոմեդիան համեմված է սիրային պատմություններով, պարային դրվագներով։ Բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյանն է։ Սամմիթ ժամանակակից պարի միջազգային փառատոնի շրջանակում հունիսի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայանա Սանկտ Պետերբուրգի Կաննոն Դանս մանկական թատրոնը։ Պարուսույցը Վալերիա Կասպարովան է։ Անասելի թախիծի բառարանը ներկայացումը դեռահասության փոթորկալից շրջանի մասին է։ Պերֆորմանսը նվիրվում է Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։